Ես ձեզ ուզում եմ հիշեցնել սիրելի լրագրողներ, որ 2021 թվականի հունվարից անհետ կորածների որոնողական աշխատանքները դադարեցին։ Եվ դրա մասին տեղյակ է Նիկոլ Փաշինյանը, եւ ես չեմ տեսել դրանից հետո գործնական որևէ քայլ, որ իրականացնի Նիկոլ Փաշինյանը անհետ կորածների վերադարձի հարցը բանակցային գործընթացում ներառել։ Ես այդ ժամանակ դեռ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն էի, բազմաթիվ գրություններ եմ ուղղել եւ նաեւ իրեն եւ միջազգային կառույցներին, որպեսզի հասկանանք վերջը երբ են սկսվելու որոնողական աշխատանքները։ 2021 թվականից է դադարեցվել։ Եվ ուզում եմ ասել, որ այդ օրվանից Նիկոլ Փաշինյանը փակել է այս հարցը։ Իր համար որպես քաղաքական օրական այս հարցը գոյություն ունի։ Այնպես ինչպես հետագայում փակեց գերիների հարցը, հիմա ասում ենք ամեն օր ռեժիմով աշխատում ենք, այսօր դա շատ արհամարական տոնով ասում ենք մենք ամեն օր աշխատում ենք գերիների հարցով։ Բայց իրականում գերիների հարցն էլ իր համար փակված, որովհետև խաղաղության պայմանագիր կոչվածը, որ ինքը բանակցում է, մեր գործընկերները ասել են, որ ովքեր որ ծանոթացել են այդ փաստաթղթին, չկա որևէ կետ գերիների վերադարձի մասին։ Այսինքն որպես քաղաքական օրակարգ Նիկոլ Փաշինյանը չի հետապնդում անհետ կորածների վերադարձ եւ չի հետապնդում գերիների վերադարձ։ Անհետ կորածների որոնողական աշխատանքների վերականգնման ուղղությամբ ոչինչ չի անում։ Հիմա անհետ կորածների ծնողները, որ այստեղ հավաքված են, իրենք իրականում ոչ թե կոնկրետ պաշտոնյայի համար են կռիվ տալիս, այլ իրենց վերջին հույսի, որտեղ այդ վերջին հույսը այն անձնավորությունն է, որ վերջի շրջանում բավականին ակտիվացրել էր անհետ կորածների որոնողական աշխատանքների շուրջ որոշակի գործողություններ, եւ այս մարդիկ պայքարում են իրենց վերջին հույսի համար։ Մարդ, որ այս ընթացքում երկար ժամանակ աշխատել է, 20 թվականից մինչև հիմա բազմաթիվ պրոցեսների տեղյակ է եղել, եւ փաստորեն Նիկոլ Փաշինյանը որոշել է մի SMS-ով, որ նա արդեն հոգնած է գնա։ Այսօր հայտարարեց, որ Աբազյանը հոգնում է։ Հիմա նա որոշում է ով է հոգնած, նա որոշում է ում դրամատուրգիան է վատ, հետո նա որոշում է թե ով որտեղ պիտի լինի, այսինքն այդ զավեշտի ժանրում էլ մենք այս երկրում ապրում ենք ու մարդիկ իրենց երեխաներին կորցրած եկել են այստեղ հուսահատ քայլեր են անում, փակելով ամենագլխավոր ճանապարհը Երևանի, բայց նույնիսկ սա չի սթափեցնում, դուք տեսնում եք, ազգային ժողովը հետ չի բերում։ Ոչ, ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանի համար գլխավոր հարցը հուսակրոնության հարցն է։ Եվ դուք ինչ եք ասում, ի վերջո Աբազյանն չէ ասացել։ Ես չեմ կարող հստակ ասել, բայց այդ ենթադրությունները, որ կարող եմ անել իրադարձությունները միմյանց հետևից ժարելով, ենթադրաբար որոշակի հրամաններ կամ չի կատարել, կամ կատարել է այնպես, որ Նիկոլ Փաշինյանը չի բավարարել։ Սա միակն չի բաներ, դրանք ակնհայտորեն ես կարծում եմ ցանկացած վերլուծական կողմից մենք կարող ենք իրականացնել եւ հանգել եզրակացության, որ 3 գործառույթներ Կարապետյանի տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին նրա հանկարծակի հրաժարականը չէ կարող կապ չունենալ։